Բարի լույս սիրելիներս։ Տեր հայր, ինչպես հասկանալ սիրեցեք իրար պատվիրանը։ Մեր Փրկիչն ասում է. Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք գործեք ձեզ ատողներին, աղոթեցեք նրանց համար, ովքեր հալածում ու չարչարում են ձեզ։ Սա է ընկերային կյանքի սիրո հիմքը, սիրելիներս։ Շատ դժվար է բոլորին սիրել, բայց նրանք, ովքեր ճշմարտության են հետևում եւ ուզում են ճշմարտության մեջ լինել, նրանք ոչ ոքի չպիտի դատեն, նրանք ոչ ոքի կյանքը չպիտի քննեն, այլ իրենց համար կյանքյուղեցից պիտի դարձնեն ոսկե կանոնը։ Այն ինչ որ ուզում եք, որ մարդիկ ձեզ համար անեն, նույնը դուք արեք նրանց համար։ Շատ դժվար է սիրել քո թշնամուն, մեկին ով քեզ ատում է, քո վատն է ցանկանում, ամեն բան անում է, որ քո կյանքը թունավորի։ Շատ դժվար է օրհնել այն մարդկանց, ովքեր քեզ անիծում են, քեզ հայոյում են, շատ դժվար է բարի գործել նրանց հանդեպ, ովքեր միշտ վատություն են անում, եւ դժվար է աղոթել նրանց համար, ովքեր միշտ հալածում են քեզ կամ ուզում են քեզ սպանել։ Շատ դժվար է, բայց Քրիստոս խաչի վրա ասաց. Հայր, ների նրանց, որովհետեւ չգիտեն թե ինչ են անում։ Խաչողներից, նրան սպանել ցանկացողներից, նրան մատնողներից որևէ մեկը չեկավ Հիսուսից ներողություն չխնդրեց, բայց Հիսուս մտածեց նրանց փրկության մասին եւ նախապես հորից խնդրեց, որ առիթ տա, հնարավորություն տա այդ մարդկանց ապրելու համար։ Եթե մենք չարությանը չարությամբ պատասխանենք, ատելության ատելությամբ, մենք վարձ չպիտի ունենանք։ Ում է պետք մեր ողջունը նրանց, ովքեր միայն մեզ սիրում են եւ մենք էլ իրենց ենք սիրում։ Նրանք, ովքեր մեր բարիքն են ցանկանում, մենք էլ իրենց։ Սա սահմանափակ սեր է, սա չի կարող անձնականից այն կողմ դուրս գալ։ Մեզ պետք է անանձնական սեր, որ բոլորի համար եւ հանուն Քրիստոսի է։ Հիսուս Քրիստոսի մեծագույն առաքյալներից մեկը Պողոս առաքյալն ասում է. ամեն ինչ նրանով է, նրա համար է, նրանից է եւ նրան փառք հավիտյանը սամել։ Ինչ որ մենք անում ենք, ինչի մեջ որ մենք ապրում ենք, ինչ որ մենք շարժվում ենք, նպատակը մեկ է՝ Քրիստոսի փառքի համար։ Սեր բառը այնքան սովորական այսօր դարձել մեզ համար, որ ամենտեղ մենք սիրուց խոսում ենք, բայց այդ սիրո կրողները չենք եւ ոչ էլ այդ սիրո համար ապրողներն ենք։ Իրական սերը հասկանալու համար դու նախ պետք է Քրիստոսին ճանաչես, Քրիստոսին քո սրտի մեջ ունենաս, քո սիրտը փափկացնես, Քրիստոսին թույլ տաս, որ այնտեղ նստի, որպեսզի հասկանաս այդ սիրո խորությունը, որովհետև հոգևոր սիրո խորությունը, բարձրությունը, լայնությունը, երկարությունը անչափելի է, հնարավոր չէ սահմանափակել։ Դրա համար Տերն ասում է, թե դուք իրար սիրեք, բոլորը կիմանա, որ իմ աշակերտներն եք։ Հիսուսի սիրո աշակերտ Հովհաննես Առաքև արդեն ծեր էր, սիրելիներս։ Նրան գրկած բերեցին եկեղեցի, որտեղ մի քանի հազար մարդ հավաքված սպասում էր նրա քարոզը լսելու։ Եվ առաքյալը միայն երկու բառ ասում՝ սիրեք իրար։ Երբ որ ասում են ինձ տարեք, բոլորը զարմացած ասում են, բա մնացածը, ասում են թե դուք իրար սիրեք, մնացած ինչ որ ես կասեմ արդեն ավելորդ է։ Եթե մենք կարողանանք սիրել, մեկս մյուսի թերությունը շտկել, մեկս մյուսին համբերել, մեկս մյուսի համար հոգ տանել, մեկս մյուսի ընկած վիճակից կարողանանք բարձրացնել խաղաղությունը, երկնքի արքայությունը, արդեն իսկ այս երկրը հաստատված կլինի։ Բայց քանի մենք մեր սերը սահմանափակել ենք միայն մեզ համար, մեր սիրելիների, մեր մտերիմների համար, ամեն օր քրիստոնյաների մեջ խնդիրներ պիտի լինեն։ Ամեն օր եկեղեցու մեջ վեճեր պիտի լինեն, ուրացումներ պիտի լինեն, դավաճանություններ պիտի լինեն, մատնություններ պիտի լինեն։ Պատարագի ժամանակ մարդիկ աղոթելու փոխարեն Հիսուսին նայելու փոխարեն իրար հագու կապին պիտի նայեն, իրարից պիտի բամբասեն եւ ոչինչ ստանալով ձեռնունայն վերադառնան տուն։ Ուրեմն մենք երբ որ արդեն մուտք են գործում եկեղեցի, աշխարհը դադարում է մեզ համար գոյություն ունել։ Եկեղեցու մեջ մենք այլ մարդ պիտի դառնանք եւ այլությամբ պիտի ապրենք։ Եկեղեցուց դուրս եկանք, մենք արդեն պայծառակերպած, նորոգված, մաքուր մարդ պիտի ապրենք այս աշխարհի մեջ եւ ամենակարողը սերը պիտի լինի մեզ առաջնորդող։ Սիրո ջահը, եթե դու քո ձեռքում ամուր չես սպահում, դու չես կարող այս աշխարհի մեջ ոչ քո տեղը գտնել, ոչ էլ կարողանալ այս աշխարհի մեջ սեր հասկանալ եւ սիրով ապրել։ Դրա համար Տերն ասում է՝ սիրեք իրար։ Եթե սիրենք իրար համար աղոթենք, օրհնենք, բարիք գործենք, ուրեմն սերը պիտի հաղթի, քանի որ Աստված սեր է եւ սիրով է ստեղծված ամեն բան այս աշխարհի մեջ։